Ալիևի վերջին ակտիվացումը արևմտամետ Ադրբեջանի մասով եւ ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցով ուզում եմ մեկնաբանել։ Հայկ Մանասյանը գրել է. Դարը քաղաքական իմաստով խոսույթներինն է։ Կա արևմտյան Հայաստան խոսույթ, ստեղծում են դրա հակակշիռը, կա արևմտահայ խոսույթ, դրա հակակշիռն են ստեղծում, կա հայկական Արցախ խոսույթ, ստեղծում են Զանգեզուրի հետ կապված իրենց խոսույթը։ Ու այսպես շարունակ։ Սկզբում խոսույթ, հետո պահանջ, վերջում հարկադրանք կամ դրանից հրաժարում ինչ-որ բանակցային զիջումի դիմաց։ Ահա այս մրցակցության մեջ հաղթելու համար գաղափարական ճակատ է պետք, նոր եւ կենսունակ մտքերը քննարկելու, հետո տարածելու համար։ Օրինակ, որ չկան եւ չեն կարող լինել ադրբեջանցի փախստականներ, կան հայաստանցի փախստականներ, կամ ասենք երևանցի, արարատցի կամ կապանցի փախստականներ, ու ամենակարևորը, հետաքրքիր է նրանց իրական թիվը։ Նրանք կարող են ՄԱԿ-ի համապատասխան ինստիտուտներով կապ հաստատել հայրենի իշխանությունների հետ, բանակցություններ սկսել վերադարձի մասին։ Եթե կան մարդիկ, ովքեր իրոք հայաստանցի են, ում համար պետական լեզուն հայերենն է, ովքեր ձգտում են ծառայել Հայաստանի Հանրապետությանը, ում իրավունքները ոտնահարված են Ադրբեջանում եւ նրանք իրենց երջանկությունը պատկերացնում են Հայաստանում, ապա կարող են հերթագրվել, ներկայացնել հիմքեր եւ աստիճանաբար վերադառնալ հայրենիք։ Ադրբեջանը ոչ մի լիազորություն չունի հայաստանցիների վերադարձի մասին էստեղ-էնտեղ թմբկահարելու։ Ավելին, եթե սովետական վերջին տարիների Հայաստանում ապրել են 80-ից 100,000 էթնիկ ազերի, ապա Ադրբեջանում ապրել են 450,000 էթնիկ հայ։ Ու այս թվերից պետք է հանել կամավոր բնակարանների փոխանակությամբ մեկնածներին։ Ադրբեջանը լավագույն դեպքում կարող է օրինակ ցույց տալ, թե ինչպես են փախստականներին վերադարձնում հայրենիք։ Ավելին, Ադրբեջանը կարող է օրինակ ցույց տալ, թե Լեռնային Ղարաբաղ ինքնավար մարզը ինչպես է վերականգնում, ներողություն խնդրում բառացիորեն 2 տարի առաջ այնտեղից բռնի տեղահանված հայերից եւ պայմաններ ստեղծում նրանց վերադարձի համար։ Այսինքն, եթե Ադրբեջանի հոգսը մարդու իրավունքներն են, ապա առաջին հերթին նրա պարտականությունը տարածվում է Ադրբեջանից բռնի տեղահանված 450,000 հայերին վերադարձնելու վրա, ոչ թե Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային վերանվանումներ եւ պահանջներ ներկայացնելու վրա։ Ադրբեջանցիները Հայաստանում կոմպակտ, ինքնավար մարզի ձևով չեն ապրել եւ չեն էլ կարող հավակնել նման կեցության։ Իսկ հայերը ապրել են հենց Լեռնային Ղարաբաղում։ Իսկ Թուրքիան նման թեմաներով իր տարածքում կոնֆերանսներ թույլ տալուց առաջ թող հիշի իր պարտավորությունները հայերի ցեղասպանության ճանաչման եւ հետևանքների վերացման հարցում։ Իսկ եթե շատ են ուզում, թող համաձայնվեն այս հարցերով միջազգային դատարան մտնելուն։ Հա, հենց Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ միաժամանակ։ Եթե այդքան պլոճիկ ունեն, թող համաձայնվեն միջազգային դատի, տեսնենք ով ուր, ինչքան եւ ինչպես պետք է վերադառնա։